Բարի երեկո Արմեն։ Ողջունում եմ, բարի երեկո։ Ուրախ եմ, թեկուզ հեռավար, բայց կապնվեցինք վերջապես։ Այո, Մեր հեռուստադիտողներին ուրեմն զգուշացնեմ, որ քանի որ հեռավար է կապը, մենք կունենանք որոշակի չափով ուրեմն ժամանակի տարբերություն, այնպես որ համբերատար եղեք մեզ հետ։ Կարծում եմ օրվա կարևորագույն նորությունը այն էր, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը այցելել է Հայաստան G7-ի եւ Եվրոմիության երկրների դեսպանների հետ եւ շատ հետաքրքիր ելույթ ունեցավ, որից 3 հատված առանձնացրել եմ Արմեն, որի մասին կուզեմ, որ առանձին խոսենք։ Ուրեմն առաջի հատվածում պարոն Ռասմուսենն ասում է. Ես հորդորում եմ Ադրբեջանին, որ այս համաձայնագիրը խաղաղության համաձայնագրի մասին է խոսքը, ստորագրի հնարավորինս շուտ եւ հիշեցնում եմ, որ չլուծված խնդիրները լուծված են հայկական կողմի զիջումներով։ Ես առաջի անգամ եմ այդ բառը լսում, որ օգտագործում են, այսինքն ակնհայտորեն ասելով, որ Հայաստան ինչ-որ զիջումների է գնացել։ Մենք տեղյակ ենք այդ զիջումներից, Արմեն, թե ինչ ենք զիջել։ Մեծ հաշվով զիջում ասված նշանակում է, որ գլխավոր զիջումը կարծես թե երկուսն են այս պայդրությամբ, որոնք համարում են, որ զիջումներ են, բայց առաջինը չէ, որովհետև ես ուզում հիշեցնել Անալինա Բերբոկի հայտարարությունը Գերմանիայի արտգործնախարարի, որը նույնպես ասել էր, որ համարձակ զիջումների արդյունքում է տեղի ունեցել այս համաձայնությունը։ Այսինքն սա առաջինը չէ։ Դե մենք բոլորս գիտենք, որ երկու զիջման մասին է խոսքը, որ համաձայնել են հայցերը այսպես փոխադարձ հետ քաշել, որովհետև մեծ հաշվով Ադրբեջանը ըստ էության, որպես այդպեսին հասկանում էր, որ այդ հայցերը գալու են հասնեին ուշ թե շուտ էթնիկ զտման հարցերին, արցախայության իրենց հողում ապրելու իրավունքին եւ այլն, դրա համար մեծ հաշվով իրենք հաշվարկել էին, որ փոխադարձ հայցերի հրաժարումը ի վերջո իրենց է ձեռնտու լինելու, մի ընդհանրում եմ։ Եվ երկրորդ զիջումը, բայց գլխավոր զիջումը կարծում այն է, որ ըստ էության երրորդ երկրների ուժերի չտեղակայման մասին է խոսքը հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև մենք հասկանում ենք, որ այս պարագայում իրենք խոսում են Եվրամիության դիտորդների մասին ակնհայտորեն, իսկ դա Հայաստանի սուվերեն տարածքն է, այսինքն ըստ էության Հայաստանին չի կարելի պարտադրել որոշել թե ում բերել, ում չբերել սեփական սահմանները ուրեմն անվտանգ պահելու համար։ Եվ այս իմաստով, այո, ենթադրում եմ, որ ի վերջո չնայած Հայաստանը առաջարկել էր, որ պատրաստ են այն հատվածներից, որտեղ սահմանը զատված է, այդ հատվածներից հեռացնել, բայց ի վերջո ըստ էության Ադրբեջանը հասավ այն նպատակին, որ Հայաստանը համաձայնվեց ամբողջությամբ երրորդ երկրի ուժերին որևէ կողմից չտեղակայել այդ սահմանին։ Բայց եթե չեմ սխալվում, կներես Արմեն, եթե չեմ սխալվում, այդ պայմանին գնացել էին ասելով, որ դա կլինի պայմանագիրը խաղաղության ստորագրելուց հետո, չէ՞, այդ ուժերը արդեն։ Միանշանակ։ Որը ասենք ավելի տրամաբանականն է, այսինքն եթե մենք խաղաղության պայմանագիր ունենք, ել ինչ պետք ունենք դիտորդների, այս իմաստով է, եթե չեմ սխալվում։ Ես շնորհակալ եմ, որ դա նշեցիք, որովհետև մեր հետևորդներից ոմանք այսպես ուրեմն փորձեցին այսպես մեղադրել մեր այսպես YouTube-յան ալիքի տակ փորձեցին մեղադրել, թե ես ուրեմն դա այդ շեշտադրում վրացի խաղաղության պայմանագրի կնքումից հետո է լինելու դա եւ մեղադրեցին, թե իբր թե ես սուտ եմ ասել, բայց եթե որոշ մարդիկ ունեն խնդիրներ ուրեմն վատ հասկանալու հետ, դա չի նշանակում ամենևին, որ ես սուտ եմ ասել կամ ես սխալ տեղեկատվություն եմ տալի, բացարձակ։ Ի սկզբանե, այո, նրա մասին է խոսքը, որ այո խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, բայց իմ մտահոգությունը, որ ես հայտնեցի նախորդ օրը ուրեմն եթերում, նրա մասին է, որ անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո եթե չկա երաշխավոր, այո, վտանգներ կարող են լինել։ Այո, այսինքն ոչինչ չի խանգարում Ալիևին, նորից է հատոք այն մեր հետևորդների համար, որոնք հասկանալու այդ խնդիր ունեն։ Այսինքն ստորագրվեց պայմանագիրը, մենք հանեցինք դիտորդներին, ոչինչ չի խանգարում Ալիևին։ Հենց հաջորդ օրը ինչ որ քայլեր անելու։ Իհարկե։ Եվ մի բան, տեսեք ինչ է կատարվում իրականում, չգիտեմ, դուք լսել եք այդ լուրը թե չէ, կամ տվել եք այդ թե չէ մեր լուրերով, ցավոք սրտի ես հիմա ուրեմն այստեղից չեմ հասցնում հետևել։ Ադրբեջանում ձերբակալվել է մի բլոգեր, որը տեսանյութ է տարածել, ոնց է Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա տեղափոխում սահման։ Եւ
վերտարության, այսինքն ինքը այսպես բլոգեր է եւ իր բլոգում գրել է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնաբարաշտ պատերազմ եւ անմիջապես նրան ձերբակալել են եւ անմիջապես տարել են եւ հայտարարություն են տարածել, որ այդ ինքը որ գրել է, դա ոչ թե մարտին է տեղի ունեցել, այլ փետրվարի վերջին է տեղի ունեցել այդ շարժը, բայց մեծ հաշվի տարբերություն մարտի թե փետրվարի շաբաթես կողմ թե են կողմ։ Այո։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ տեսեք, ըստ էության մենք համաձայնեցինք այդ քայլերին, մենք գնացինք դրան, բայց Ադրբեջանը զուգահեռաբար եւ իդեպ մի տեղեկություն էլ կա, որը ես ուղղակի կարդացի, ես խնդրում բան չանել, հաստատ չեմ կարող դա ասել, ուղղակի աչքովս ընկավ, ուզում եմ փոխանցել, որ կա տեղեկություն, որ այսպես fly այդ բան կա, չէ, որ արձանագրում են ինքնաթիռների շարժը Չինաստանից Ադրբեջանը կասկած այսպես լավ ձևակերպենք, որ Չինաստանից էլ է զենք ներկրել վերջին շրջանում։ Այստեղ երկրորդ կետը, որ ես պարոն Ռասմուսենի խոսքի մեջ ուզում եմ մեջ բերել, ուրեմն կարծում եմ, որ համաձայնագրի խաղաղության համաձայնագրի մասին է խոսքը։ Ստորագրումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, որովհետև այստեղ կարևոր նախադասություն, դա կհեշտացնի Ադրբեջանի հարաբերությունները միջազգային հանրության հետ։ Այսինքն դուք հաշվի առեք, ուզում եմ ասել, նաև միջազգային հանրությունը, որը լավ չի նայ, եթե դուք չստորագրեք, ես այսպես եմ հասկանում։ Եվ ինչքան էլ ձևացնում են, որ հանրային կարծիք իրենց հետաքրքիր չի, բայց պետք է հասկանալ, որ իհարկե դա հետաքրքրում է իրենց։ Ես կարծում եմ դուք ճիշտ եք հասկանում շատ։ Այստեղ ուղղակի մի խնդիր կա։ Տեսեք, իմ մտահոգությունը հետևյալն է։ Ադրբեջանը կառուցում է հիմա ուզում է իր հարցերը լուծել Դոնալդ Թրամփի հետ։ Այսինքն Ալիևը ոգևորվել է նրանից Թրամփի այս էկզոտիկ պահվածքից, կարելի ասել, կամ էքսցենտրիկ, կամ ինչպես կուզեք, կամ այսպես ոչ սովորական, տարբեր ձևակերպեր կարող ենք տալ, եւ ըստ էության ցավոք սրտի այն ինչ որ ասում ենք այդ հարցակումները դաշնակիցների վրա նկատի ունեն այդ տարիֆային հարցակումները կամ խոսույթի տեսքով հարցակումները, այդուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ոգևորում են Ադրբեջանին, ոգևորում են, եւ Ալիևը եւ այդ գործարքային տրամաբանությունը հարցերը լուծելու գործարքային, այսինքն ոչ թե միջազգային իրավունքով, այլ գործարքային, եւ այս վտանգը Ալիևին ոգևորում է, եւ հետեւաբար եթե դուք տեսնում եք ինքը առանձնապես շատ մեծ մտահոգություն չունի, թե միջազգային հանրությունը մեծ հաշվով ինչ կմտածի, ըստ էության մենք տեսնում ենք, որ ինքը Իսրայելի միջոցով ակնհայտորեն ուզում է ԱՄՆ-ից ստանալ այդ թույլտվությունը, ուղղակի ուժով վերցնելու Մեղրի միջանցքը եւ Մարսել։ Սա մասին է խոսքը։ Եվ մենք տեսանք, որ հատուկ ներկայացուցիչ, հատուկ բանագնաց ԱՄՆ-ի Վիտկոֆ, որը գնացել էր Բաքու, իդեպ ասա չեմ ասել, ես այն օրը տվեցի, որ գնացել է Բաքու, Մոսկվա այցից հետո Պուտինի հետ բանակցությունից հետո եւ մեկնել է Միացյալ Նահանգներ, անմիջապես Բաքվից հետո մեկնել է Mar-a-Lago, Ֆլորիդա, Դոնալդ Թրամփի առանձնատուն։ Այսինքն սա մեզ համար Ալիևի հետ փաստորեն հանդիպումից հետո անմիջապես մեկնում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպում։ Տեսեք, ըստ էության մեզ բերելով զիջումների, հետո դրանից հետո նոր պահանջներ դնելով Ալիևը, զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ալիևը զուգահեռ համստանում է, ասում եմ, just in case, ամեն դեպքում իր ուզած զիջումները ստանում է, որ մենք նշածող իջեցնել, մյուս ձեռքով Ալիևը ակտիվորեն նախապատրաստվում է ինչ որ զարգացման, ես չեմ ուզում այդպես ձևակերպել, ինձ կարծում եմ բոլորս Արմեն, սա էլ ասեմ ու գնանք գովազդի արդեն, ինձ թվում է մոտ այնպեսի տպավորություն է, որ Ադրբեջանը սպասում է պարոն Թրամփի առաջի քայլին, մինչև ստորագրել է խաղաղության պայմանագիրը, ասենք տեսնենք ինչ կլինի, հետո նոր տեսնենք թե մենք կստորագրենք թե չէ։ Հիմա մեզ մոտ գովազդ սիրելիներ, կվերադառնանք ու կշարունակենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանին։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի Emar եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։
bydubai.am Բարեկամներ, մենք հեռակա կապով այսօր նորից կապնվել ենք վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ եւ շարունակում ենք զրույցը։ Արմեն, եւ վերջի հատվածը, որ Ռասմուսենի ուրեմն ճառից վերցրել եմ, հետեւյալն է, որ հույս ունեմ, ասում է պարոն Ռասմուսենը, միջազգային հանրությունը, Եվրոմիության երկրները եւ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա ստորագրելու համաձայնագիրը հնարավորինս շուտ։ Այս ճնշում բառը ուղղակիորեն ասելը ճիշտ ասած ես առաջի անգամ եմ լսում։ Սրա փաստորեն կարող ենք ենթադրել, որ սա միայն իր մեսեջը չի, այլ սա ինչ-որ հավաքական մեսեջ է, որ մեզ հաղորդում են պարոն Ռասմուսենի անձով։ Ճիշտ ասած, ես շատ կուզենայի այդպես հուսալ, բայց պարոն Ռասմուսենը ինքը այլևս ինքը մասնավոր կազմակերպության։ Այո, հասկանալի է։ Ինքը լոբիստ է աշխատում, ցավոք սրտի չէ, ես այդպիսի համարձակ ենթադրություններ չէի անի, որովհետև այդուամենայնիվ մենք հասկանում ենք, որ ինքը հիմա նաև ինչ որտեղ նաև սա բիզնես գործունեություն է, մենք դա լավ հասկանում ենք, հա, որոշակի առումով, այն ինչ որ հիմա ինքը զբաղվում է։ Դրա համար ինքը կոպիտ ասած խորհրդատվություն է տրամադրում, կարծում եմ, ենթադրում եմ Հայաստանի կառավարության ինչ-որ ձև աշխատում է, բնականաբար ինչ որտեղ նաև այսպես Հայաստանը հաջող հայտարարությունները փորձում անել, բայց վտանգները շատ ավելի մեծ են, որովհետև տեսնում ենք մենք Ալեն Սիմոնյանը չէ Եվրոպայում խոսեց ժողովրդավարության վտանգների մասին, ճիշտ է։ Եվ ըստ էության, տեսեք, ինձ մտահոգում է նաև այն, որ մենք չնայած համաձայնեցրել ենք խաղաղության համաձայնագիրը, բայց Ադրբեջանը քանի օր է, 7 օր է, 5-ից 7 օր է, կներեք, խոսում է անընդհատ խախտումների մասին։ Անընդհատ սահմանային խախտումների մասին է խոսում, ընդ որում Հայաստանին մեղադրում է ռազմական գործողություններ հրահրելու մեջ, այսինքն ինչ որ հրետակոծության, չգիտեմ ինչի եւ այլ։ Եվ սա շատ վտանգավոր է մեզ համար։ Եվ այն ինչ որ մենք գնացինք Եվրամիության դիտորդների հետ կապված, ինձ համար ուղղակի անընդունելի է, որովհետև տեսեք, եւ Ալեն Սիմոնյանը, եւ Արմեն Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, եւ այլ պաշտոնյաներ քանի օր է ասում են, որ Ադրբեջանի հայտարարությունները հերքում են եվրոպական դիտորդները։ Քանի օր է որպես հիմք, որ Ադրբեջանը սուտ է խոսում, բացառացիորեն սուտ է խոսում, իրենք բերում են հիմք Եվրամիության դիտորդների հայտարարությունը։ Կներես Արմեն, բայց բացի այդ, նաև փաստեր պիտի իրենք բերեն, չէ՞, այդ ասելու այդ միասին։ Լուսանկար, ես չգիտեմ, տիեզերքից ինչ որ վերցված պատկերներ, որ իրենց ասածը հաստատի, բայց առայժմ ոչինչ չկա այդ իմաստով։ Բացի հենց այդ չէ, մենք հիմա ասում ենք դե որ այդպես է, ապացուցեք, բայց այստեղ գլխավորը ինչն է, երբ որ Եվրամիության դիտորդները ասում են, այնտեղ կանգնած են եւ ասում են, որ այդպիսի բան չի եղել, այդ դեպքում իրենք պետք է բերեն ապացույցներ, որը իրենք չունեն։ Բայց եթե Եվրամիության դիտորդները այնտեղ կանգնած չլինեն, բնականաբար Բրյուսելը որպես այդպիսին չի կարող 100% ասել, գիտեք ինչ կա, մեր դիտորդները ասում են այդպես չի։ Այսինքն ինչու՞մն է վտանգը։ Մենք չունենք երաշխավոր, մենք գնում ենք այդպիսի զիջման, երբ որ կստորագրվի փաստաթուղթը եւ որի հաջորդ օրը Ադրբեջանը ուղղակի լկտիաբար կարող է մեզ մեղադրել սադրանքի մեջ, այո, այստեղ կա մի նյուանս, որ Եվրամիության դիտորդների ուրեմն այսինքն հերացման պահանջը, եթե պայմանագիրը խախտում է, Հայաստանը կարող ասի, որ Ադրբեջանը խախտել է պայմանագիրը դրանով, չէ՞, եթե սկսի որևէ ռազմական գործողություն։ Եվ մենք կարող ենք վերադարձնել Եվրամիության դիտորդներին։ Բան չունեմ ասելու, բայց այդտեղ երկու կորուստ ենք ունենում։ Առաջինը, Եվրամիության դիտորդներին վերադարձնելը դա 2-3 ամսվա process կարող է լինել, դա մի օրվա մեջ չէ, գիտեք 27 երկիր նորից պետք է համաձայնեցնեն, ճիշտ է։ Եվ երկրորդ անգամ Եվրամիությունը արդեն այս վերաբերմունքից հետո իրենց նկատմամբ կարող է ուղղակի չգանել։ Չհամաձայնություններ չտան, գալու է դիտորդների։ Այսինքն, այստեղ մենք ունենալ ենք լուրջ նաև ռեպուտացիոն կորուստ։ Սրա մասին է խոսքը, որ մենք տեսնում ենք ակնհայտորեն, ընդ որում Ալեն Սիմոնյանը ինքը այսօր ակնարկեց Եվրոպայում ակնարկեց, որ ուրեմն որ եվրոպացիներին ակնարկեց, որ հայերը, ադրբեջանցիները այդուամենայնիվ այնպիսի քայլեր են անում, որ վստահություն չեն ներշնչում, լարվածություն են պահում։ Եվ այս իրավիճակում մենք տեսնում ենք նման
ճիշտ ասած, ուրեմն պահված Ադրբեջանի կողմից, հա գումարած չմոռանանք, որ Ալիևը դուք գիտեք այն հայտարարությունը, որ ասաց զրո վստահություն ունեմ Հայաստանի նկատմամբ, իրենք պատրաստվում են պատերազմի, այսպիսի հայտարարություններ եւ այսպիսի ուրեմն ռեդորաբանություն, որը շատ վտանգավոր է եւ ակնհայտերով է, որ Ալիևը ուրիշ բանի է պատրաստվում։ Իհարկե, դուք շատ ճիշտ նշեցիք, որ ինքը սպասում է Դոնալդ Տրամփի քայլերին։ Դուք շատ ճիշտ նշեցիք, այո, Դոնալդ Տրամփի քայլերը, պայմանավորվածությունները, վարկագիծը եւ ըստ այդմ ուրեմն աշխարհում դրա հետևանքով աշխարհում տեղի զարգացումները շատ մեծ նշանակություն կարող են ունենալ Ալիևի հետագա վարկագծի վրա, որտեղ գուցե մենք հասցնենք այսօր խոսանք ուրեմն Դոնալդ Տրամփի եւ Ուկրաինայի մասին, բայց ակնհայտորեն այնինչ մինչեւ այս պահը կատարվում է ցավոք սրտի դեռևս ոգևորում է Իլհամ Ալիևին, այսինքն այնինչ որ ամերիկյան վարչակազմը անում է այսօր դեռևս ոգևորում է Իլհամ Ալիևին եւ մտածում է, որ եթե գործարք, ուրեմն մենք էլ կարող ենք Իսրայելի միջոցով գործարք կնքել ամերիկացիների հետ։ Այսինքն գործարք կնքելու մեր դիրքերը ավելի լավն են, քան Հայաստանին, այսպես կարելի է ասել։ Այո, ենթադրում որ այո։ Եվ կներեք նյուանսել ասեմ, մի նյուանսել հետաքրքրական ասեմ, պայմանագրի մեջ կա կետ, որ երրորդ երկրների մասին խոսեցինք, ճիշտ է։ Ահա։ Հետաքրքրական է, որ երրորդ երկիր նշանակում է նաեւ որ Ռուսաստանը չի, ճիշտ է։ Եթե մենք խոսում ենք, ես կապը կորցրեցի մի պահ, խնդրում եմ նորից Արմեն։ Այսինքն եթե մենք խոսում ենք, որ երրորդ երկրի ներկայացուցիչներ չեն լինելու սահմանին, նշանակում է ուխտերները չեն լինելու, ճիշտ է։ Այո։ Այստեղ հետաքրքրական է, որ այստեղ Մոսկվան էլ է խառնում, դուք լսում եք իրար հետևից Մոսկվայից անհանգստացող հայտարարությունները եւ այլն։ Այսինքն ինչ է ստացվում։ Իլհամ Ալիևը այս կետը բերելով իմիջիայլոց շատ խորամանկ դիվանագիտական քայլ է անում եւ նույն Թրամփին եւ Արևմուտքին ցույց է տալի, որ նաեւ սրանով ինքը ռուսներին է հանում տարածաշրջանից։ Արմեն, մեզ 1 րոպե է մնացել, խնդրում եմ այդ ընթացքում 1 րոպեում Ուկրաինայի մասին մանավանդ Կուրսկից ռուսները ասում են, որ շրջափակել են ուկրաինական զորքերին, ուկրաինացին ասում են նման բան չկա, ինչ է իրավիճակը Կուրսկում։ Ես չեմ լսել նման տեղեկություն չունեմ, ավելին ասեմ, ես այսօր փորձեցի նաև Ուկրաինայից ճշտել, իրենք էլ իդեպ այդպիսի տեղեկություններ չունեն, ինչը շատ զավեշտալի է։ Խոսքը շրջափակման մասին է, չէ՞ Արմեն։ Այո, շրջափակման մասին է։ Մեծ հավանականությամբ եւ ես գրեթե վստահ եմ, որ դա այդպես է, ուրեմն կրկին ռուսական ապատեղեկատվության հետ գործ ունենք, բանակցությունների ընթացքում ամերիկյան ադմինիստրացիայի հետ իրենց դիրքերը ուրեմն ամրապնդելու նպատակով, որովհետև վերջին շրջանում մենք տեսնում ենք Վլադիմիր Պուտինի ցանկացած այսպես հայտարարած ապատեղեկատվություն ցավոք սրտի կրկնվում է Դոնալդ Տրամփի կողմից, զորօրինակ նույն շատ ավելի մեծ քանակությամբ շրջափակման մասին էր խոսքը եւ Դոնալդ Տրամփը արդեն մի քանի անգամ ցավոք սրտի կրկնել է, որ ռուսական զորքերը իբր թե շրջափակել են ուկրաինական զորքերին եւ ինքը խնդրել է, որ Պուտինը իբր ողջ պայի այդ զինված ուժերին, բայց քանի անգամ եւ Ուկրաինան եւ Զելենսկին եւ Գենշտաբը հերքել են այդպիսի տեղեկությունները։ Եվ անընդհատ բարբերաբար, քանի որ անցնում է այդ ապատեղեկատվությունը, ցավոք սրտի Վլադիմիր Պուտինն էլ տեսնում է, որ հաջողություն է ունենում ստերը տարածելու գործում, ինչի՞ չէ, եթե անցնում է, ուրեմն կարելի է անընդհատ ստել։ Լավ Արմեն, շնորհակալություն։ Մինչև մյուս հեռավար կապը, ցտեսություն։ Հաջողություն։ Իսկ մեզ մոտ հիմա գովազդ բարեկամներ։